որպես վկայություն դամ շատ աշուրությամբ ընդունեցի, հետո անդրադառնալով, որ 90 տարվա կյանքը երկու էջեր ուրաչամ գնար լեցնել, և նաև գրած անգլերենով և պիտի փորձեմ հայերենով խոսել, պիտի ներեք։ Անունս Լիլի Ավանեսյան է և ասպատությունը իմ մեծ հորս Սամուել Փաշկյանի մասին է, մեծ հայրս Խարփեր ծնած է և իրեն մայրը դարիներ իրեն համար աղոթած և իրեն անունը Սամուել գրած է, որովհետև իրեն ասած է, որ թուն անունը դրին քեզի, որպեսզի դու դերոջը ծառայես։ Եվ ինքը իսկապես իրան 90 դարիներու ընթացքին դերոջը ծառայեց շատ տարբեր կերպերով, հիմա պիտի փորձեմ մի քանի տարբեր վստիկ կետերով իր պատմությունը, երբ որ Չարլզը սկսավ իր հայրը Ամերիկա կգտնվեր, եկած էր, որ լիգալ թուղթերը կարգադրում, որ ընտանիքը տանի Ամերիկա։ Իր մայրը Նազին իրեն 6 զավակներուն մեծացած է ավետարանով, աղոթքով, պաշտամունքի երգերով և իրենց վստիկ տարիք են տված է մեկական ավետարան, օրմը թուրը վսարնվի և թուրք դրացի մգուկա և նազլի մայրիկին գսե, եթե տուն գրոնք փոխես և մահմետական գլաս, ես ծեր բոլորին հոգ կտանիմ, 6 զավակներ տալ քեզիա, անշուշտ մեծ հորս մայրը ամիջապես կմերժե, գսե որ չէ, կմերնիմ, բայց չեմ ուրանար, Դեր Հիսուսս չեմ ուրանար։ Հորմն մեծ հայրս կտեսնե, որ իր մայրը մեկ հատ չորիմը գարքով աներ կլեցնե, packing, և կկարծե, որ մի պստիկ պտվին պիտի երթան, բայց կգան չէ Սամուելին կսե, որ քեզի ասված նվատակ ունի, կու կյանքին համար ծրագիրներ ունի, կուսեմ, որ թուն երթաս ասմոնակա որպանոցը, կերմանական որպանոցը, Էհմեն անունով, Յոհանես Էհմեն անունով կար Գերմանիայում, որ 1500-2000-ի ավելի հայ որպերու ասատած էր քաղնի կերպով, թուրքերեն քաղնի, և իրեն վերարգումը կհակցնի և իրեն ավետարան կուտան, վերարգույն և ավետարանին մեջը ինքը գարած էր ոսկի գդորներ, բավական ոսկի գդորներ, և մեծ հայրս շատ կնեղվի իրեն գաղաչե կսե խնդրեմ ինձին եղերկեր, թո եղբայրներս երթան, կսե չէ մեծ եղբայրը ծարկիս ես իրեն պետք ունիմ ինձի առաջնորդը և օգնե ինձի ճանապարհին, ես պստիկ եղբայրը Արսենը ինքը ինձի պետք ունի, շատ պստիկ է, վասան արցուկներով կհանգուրեմ օրը կիտնալով, որ անգամ հատերևս չտեսնեին։ Եվ այդպես ալ մի քանի ժամանակ վերջ կիմանա, որ երեքը կացած են և ակսորիատ են թուրքերու կողմեն սպանված են, նահատակված։ Ինքը վազելով գերթա թեպի որպանոց և ճամփան աստծո հրաշքով անշուշտ կհանդիպի երկու Եղոյան, պատվելի Եղոյանի երկու տղաքները և անոնք իրեն կառաջնորդ են թեպի որպանոց, որ իմ թրնապետը իրեն շատ թյուրին ներս կուղարկե, ներս կուղե և ներս երթա իրեն կառաջնորդ են թեպի Ահման, որ հայրիկ կսեին, կանի որ ինքը շատ խիստ էր, բայց շատ հոգ կտաներ ուսումով և ամեն տարբեր տեսակերով, որ և իրեն երբ որ երթա կհարցնե Յոհանես կսե ինչ ունիս հետդ, սոհատ ոսկիներ ամեն կհանցնե իրեն, վերարգունալ կհանցնե, ավետարաննալ և մեջ ամեն ոսկիները արնել են վերջ, ավետարանի ետ կուտան, բայց իրեն վերարգումը կուտան որպանոցի, համասկեստ, որ մեծ հորս շատ կասծե, որև հիմա ինքը ինքսիկը կսկրան իբրև որ առաջին անգամ և անգողին սենյակը երթալ անգողինի վրա գինա և շատ գուլա, մի քանի տարի վերջ, որ հոնգավի որոշ արհեստներ կսորվի և երթալ իպանան ուրիշ որպանոց,
հոնկը հանդիպի իրեն ապակատիկենին, որ անունը Մարի Սիմոնյան, իրեն մայրը հոնդեղի հոգադար իննելա, որ 1500 երեխաներ ունի, որ ինքը հոգ կտանի և վեցարին անցել, որ իրեն գոգնեն, որ բստիկներուն հոգ տանի։ Եվ հոն հերույն, որ Մարիին կտեսնե շատ սիրել ուզեք, սես մոր դամսնան ամես աղջկան, իրեն միշտ կհարցնի մեծ հորս, ինչպես կսիրեի իրարու, չէ մենք հերույն կսիրեի իրարու, և սինցյան վար մինակ Մարին գար, և որ ինքը արհեստ մգունենա, և անշուշտ աշխատանքը կտնի, դուն կսարքը, հետո կամուսնան Մարիի հետ, մեծ հայրը Սամվել արտիստ էր, և որ փոքր էր, բստիկ քարտբորդի վրա համարներ կքրեր, աստվածաշունչ են, և օրը լոքալ բժիշկ մերեն կսեմ, որ մեկ հատ իրեն համար մեծ սայն մկր իրեն խանութի համար, ասիտ սերի ապար կրե մեծ հայրս, և ատանք իրեն կսկս իրեն կրիրը, որ 50 տարի աշխատի ադոր մեջ, մեկ հատ թուրք, շիա, մոսլեմ թուրք վարպետ ուներ ինքը, որ տեսավ, որ Սամվել ասկան սիրուն կքրե բրաժլետինգ, բրոնզ էջինգ, հետո պորադիքյուներ, ոսկեզոց ապագի վրա, տավոր մարդեր, կուզե հետ աշխատի, 50 տարի աշխատի։ Ամենի հրաշային բանալի, որ աստարիներու ընթացքին Սաադի Սիննևյանով իր վարպետը երկու տեսնել մեծ հորս վգայություն իր սերը, իր ներողոքին, իր մակապ աշխարի։ Եվ իր կյանքը կնվիր է դերոջը, ասպես մինչև պատերազմելի բանանին, և որ խանոտնին գայրի 50 տարի աշխարին իրեն հետ, իրար հետ։ Իր դարիներու ընթացքին 90,000 ավելի համարներ գրած է և բաժնած է, կհիշեմ մի քանի անգամ որ տեսեր եմ համարները գերտային Լիբանան, կորձադեղեն պլեքսիգլասեր կգրեր, ինքը сайн ռայթեր էր, neon lights, շատ մեծ commercial սայներ կգրեր և կգրեր անոնց ավյացուկները, անյունները, գողները և կնստեր ամեն իշապես կգրեր բրաշլետին, acrylic paint-ով և հաջորդ օրը ամենը գարներ կպաժներ, օրը երևի 30-40 համար կգրեր, տարբեր համարներ և ծրիապար կպաժներ, նաև ինքը ավետարաններ կքնել ինքը և ժողովրդին կպաժներ, միակ պապակը ադեր, որ աստծո սերը դարած է, ուրիշների և ուրիշներ ալպերգվին, իր կյանքի ընթացքին գիրատուրիայի մեջ աշխարած է, դարբեր տեսակուսումներու հետևած է, կիրքեր գրած է պապական և երկու հատ հետաքրքրական ավետարաններ կա իրենց տունը, բավական մեծ, մեկ հատը ինքը և մեծ մայրս երկու տարվա մեջ լրիվ ծնունթոց են մինչև հայտնություն հովանու, ընդորնագած էին լրիվ աստվածաշունչը, բավական հասկազմված գիրք է, իսկ մույսը իր կործադեղին պահած էր, այդ մինակ նոր կտագարանը, որ ով որ կա ծանոտներ, նույնիսկ ուղարգել ուրիշ երկիրներ Երուսաղեմ և այլն, որ մարդիկ ընդորնակ են, սո լրիվ նոր կտագարանը ինքը ուներ 1860 մարդիկ և 25 լեզուները ավելի։ Ասմեին բանը, որ ես ուզեմ, ասեմ, Սամուել երբեք բիթերնես չուներ իր սրդի մեջ, հագարակը ինքը երախտաբարդեր, երախտաբարդությամբ լեցված էր, ուրախությամբ, սիրո և ամենամեծը ներողամիտ սիրտուն էր, ներողամիտ էր և ուզեր ամենուն տարածել և նույնիսկ իրեն ընտանիքին սորվեցուցած էր, որ պիտի թուրքերուն ներեք և իրենց պիտի ծուցնեք շիտակ ճամփան։ Ինքը 21 տարեկանին ապաշխարացել և ես աշխարհարանի մեկ հատ ուզեմ իրեն վկայությունը իր բարերով կարդալ։ Եղավ ժամանակը, երբ բոլոր սրտով և հոգիով մեղավորը որսվածը լալս ընդունեցի։ Փրկին պետք ըսկացի և զղջման արցուկներով կործած մեղքի
զերուս համարվեր Հիսուս Քրիստոսի դիմեցի։ Անալիր մեծ սիրով եւ անհոն ողորմությունով զիս ընդունեց եւ իրեն որդի իրավ, փառքիր սուրբ անվան։ Ասիկա պատահեցավ 1923-ին, երբ Անտիլիաս վրանի վտակ կփնակեի։ Հոն ներկա կաթողիկոսարանի ճիշտ դիմացը գտնված ծովեզերքի ավազներում վրա ծնրաթած անձնակնության ժամանակ դեպի, մինչև որ Փարին Աստված իր սրբությամբ, արդարությամբ եւ մեծ սիրով զիս այցելեց իր սիրելի որդուն Հիսուս Քրիստոսի միջոցով եւ ցույց ինձ իմ հոգու փոշի ելալս։ Այդ ադենն էր, որ Քրիստոսի խաչելությունը պարզվեցավ իմ աչքիս եւ ես խոնարհելով ու խոստովանելով իմ մեղքերս իր սուրբ խոստումներու միջոցով թողության, գրության եւ աստվածային խաղաղության իրացա նոր մարդ եւ որոնց համար բոլոր սրտովս փառք տամ եւ կփարավոր